ուրեմն կարճ ուղղակի ձեր համար, բոլորի համար ընկալելի դառնա թե ինչի է մասին է խոսքը, տեսեք, ուրեմն որ առհասարակ այստեղ հանցավոր իրադարձություն չկա, պարզ բացատրեմ, էլի ուրեմն 2007 թվականին խոսքը վերաբերում է Բրյուսովի համալսարանի պատկանող կողմից օգտագործվող մարզադահլիճին, ուրեմն դա 1960-ական թվականներից, այսպես ասած, անհատույց օգտագործման հանձնված է եղել այդ համալսարանին։ 2007 թվականին այն ժամանակ գործել է հասարակության եւ պետության կարիքների ապահովման համար սեփականության օտարման մասին օրենք, այդ օրենքի հիման վրա կառավարությունը որոշում է կայացրել։ Մի քանի Երևան քաղաքում մի քանի տարածքներ, այդ տարածքներից մեկը եղել է Կողբացի 42 հասցեն, որը որ ասացի 60-ական թվականներից, այսպես ասած, օգտագործել է Բրյուսովի համալսարանը, բայց այդ գույքը, այդ տարածքը փաստացի սեփականության իրավունքով պատկանել է Հայաստանի Հանրապետությանը գույքի կառավարման վարչությանը։ Այսինքն համալսարանը առհասարակ այդ գույքի հետ կապ չի ունեցել։ Ուրեմն 2009 թվականին կառավարությունը կրկին որոշում է կայացրել, նշելով կոնկրետ գնորդին, որպես հանրության գերակաշա այդ գույքը պիտի օտարվի։ Ամենահետաքրքիրը հասարակության այդ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի 10-րդ հոդվածը հստակ սահմանել է, որ այս դեպքերում, երբ որ գույք կա, սեփականատեր կա, պիտի փոխհատուցվի։ Բայց փոխհատուցվելու դեպքում, եթե ձեռբերողին հայտնի է գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ սուբյեկտ, իսկ այդ դեպքում եղել է համալսարանը, որովհետև անհատույց օգտագործման պայմանագիր է ունեցել, համալսարանը կողմ է դարձել։ Այսինքն տեսեք, պետության հանրային գերակաշահի մասին օրենքով կառավարության որոշումների հիման վրա պիտի օտարվեր, բայց սեփականատերը, քանի որ պետությունը որոշակի գումար պիտի ստանար։ Եվ քանի որ պետության գույքը տիրապետում էր նաև այլ սուբյեկտ, անհատույց օգտագործում էր, նա էլ օժտվել է գույքային իրավունքներով։ Շատ պարզ, այսպես ասած, իրավիճակ է։ Բայց 2011 թվականին, երբ որ համապատասխան այդ պայմանագիրը կնքվել է, մեր գործընկերները Արտյոմ Խաչատրյանի մեղադրանքում այդպես են սկսել, էլի այդ փողերի լվացումը որտեղից է գալել, իբր թե ոչ օրինական գույք։ Իրենք արձանագրել են, որ խախտվել է կրթության մասին օրենքի 45-րդ հոդվածը։ Ինչ ասում 45-րդ հոդվածը, որ եթե ուսումնական հաստատության գույք է օտարվում, պիտի դա նոր սեփականատերը օգտագործի բացառապես ուսումնական նպատակներով։ Այսինքն տրամաբանությունը որն է քննչական մարմնի կամ դատախազաքննչական մարմնի, երբ այս դեպքում ունեցել են համալսարանին պատկանող գույք, իբր, եւ եթե դա վաճառվում էր, այդ գույքի նկատմամբ վաճառքի դեպքում արդեն բան արեցի, օտարման դեպքում պիտի նոր ձեռբերողը օգտագործեր ուսումնական, հենց այդ են դիտել խախտումը, բայց արգելիներս ուրեմն չեն նկատել երևի, կարծում եմ չեն նկատել, որովհետև այսօր դատական նիստի ժամանակ էլ այդ հարցը բարձրացրեցի, որովհետև օրենքը հստակ արձանագրում է, որ այդ դեպքում համալսարանը պարզապես պիտի հանդես գար որպես կողմ, ոչ թե փոխհատուցման սուբյեկտ։ Այսինքն լրիվ իրավաչափ գործարք է տեղի ունեցել, ընդ որում այդ ամենը կարգավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով, այսինքն կառավարության որոշումը սահմանվել է, որ գույքը պիտի օտարվի այսիշ կազմակերպությանը։ Ստացվեց, որ 2011 թվականի դրությամբ, երբ որ գույքը օտարվել է, այդ ժամանակ սեփականատերը չի հանդիսացել Բրյուսովի համալսարանը, բնականաբար նոր ձեռբերողի հետ կապված որևէ սահմանափակում չկար, ինքը չէր կարող դա օգտագործել որպես ուսումնական նպատակով։ Հիմա դրանից հետո ինչա տեղի ունեցել։ Դա ավելի հետաքրքիր հետագա իրադարձություններն են։ Տեսեք, գույքի կառավարման վարչության սեփականությանը պատկանող գույքը օտարվեց։ Դրանից հետո ժամանակի ընթացքում 2000 քանի որ փոխհատուցման պայմանագիր էր կնքվել, պիտի նոր կառուցապատողը, այս կառույցը, որը այդ կառավարության որոշումների հիման վրա մարզատալիճը ձեռքեր բերել, պիտի պետությանը, տվյալ դեպքում գույքի կառավարման վարչությանը տրամադրեր համարժեք գույք, որը բխում է այդ իմ ասած օրենքի 10-րդ հոդվածից։ Եվ այդպես էլ արել են։ 2014 թվականին տրամադրել են համարժեք գույք։ Եվ
անմիջապես նույն օրենքի համաձայն գրանցվել է գույքի կառավարման վարչության սեփականությունը, բայց մեղադրանքը ինչ ուղղությամբ են տարել։ Նկարագրել են թե իբր այդ գույքը, որ նորը պիտի գար, դա ոչ թե գույքի կառավարման վարչությանը պիտի լիներ, այլ պիտի լիներ Բրյուսովի համալսարանը։ Մի հարց առաջանում, ախր օրենքի 10-րդ հոդվածը, տեսեք, sense հասարակ օրինակ բերեմ, դուք սեփականատեր եք, ես ձեր գույքի վարձակալն եմ։ Ձեր գույքը պետությունը որպես հանրային գերակաշա վերցնում է ու փոխհատուցում է ձեզ։ Բայց քանի որ ես ձեր տան վարձակալն եմ, ես այդ ձեր բերողի համար ես հայտնի եմ։ Դե ի վերջո տիրապետում եմ։ Պիտի ես էլ մասնակցեմ որպես կողմ այդ պայմանագրին։ Դուք փոխհատուցման հասցեատերն եք գումար, բայց ես էլ պայման, որովհետև այնտեղ իմ հետ կապված պայմաններ պիտի լինի, որովհետև գույքը ես եմ տիրապետում։ Որոշակի իրավունքներ ունեմ, իմ գույքն անդեղի բազմաթիվ գույքային այլ իրավունքներով կապված եմ դրա հետ։ Մանավանդ այս դեպքից հետո փոխհատուցման առանձին համաձայնագրեր են կնքվել, որ գույքերը հանվի այնտեղ տարբեր մարզական եւ այլ առարկաներ են եղել։ Հիմա տեսեք, այո, միանշանակ հիմա եթե դուք տան սեփականատերն եք, ես էլ տան վարձակալն եմ, ես կարող էի հետագայում ակնկալիք ունենալ, որ պետությունը ձեզ հատկացվելի գումարը պիտի ոչ թե տա ձեզ, այլ ինձ որպես ձեր տան վարձակալի։ Բնականաբար ոչ։ Այդ օրենքի, այս վարույթի տրամաբանությունը հենց դա է։ Իրանք ինչ են ասում են ոչ, որ 2014 թվականին նոր գույքը կառուցվեց եւ պիտի գույքի կառավարման վարչությանը տրվեր, դա հանդիսանում էր Բրյուսովի համալսարանի սեփականությունը։ Բայց մենք ունենք, որ անշարժ կադաստրի համապատասխան վկայականը, որ դա այդ սեփականության իրավունքը գրանցված է հենց գույքի կառավարման վարչության վրա եւ այլ բան չէր կարող լինել։ Հիմա տեսեք ինչ են արել։ Ամենակարևորը ստեղից հետո սկսում է գործընթացը։ Մեր գործընկերները այստեղ ինձ թվում է դիմել են իրավաբանական հնարամտության, որպեսզի 2017 թվականի Արտյոմ Խաչատրյանի ձեռք բերած գույքը վերածեն ապօրինի ծագում ունեցող գույքի, կառավարության որոշում է եղել 2014 եւ 15 թվականներին, մի դեպքում համալսարանի գումար հատկացնելու, մյուս դեպքում անշարժ գույքի կառավարման կոմիտեի կամ գործակալության սեփականության իրավունքով պատկանող գույքը համալսարանին հանձնելու, այդ հանգամանքը հաշվի առնելով նորից մեղադրանքի մեջ արձանագրել են ոչ միայն 2011 թվականին, այլև 2014 թվականին նախախտվե կրթության մասին համապատասխան օրենքի հոդվածը եւ դրա կապակցությամբ այդ պատճառով գույքը չպիտի օտարվեր եւ դարձել է, այսպես ասած, ապօրինի գույք։ Միտքը որն է, բայց իրականում ինչա տեղի ունեցել։ Բրյուսովի համալսարանը 2014 թվականի դրությամբ մեծ պարգևակուտակած եղել եւ որպիսի պետ պարգևը կարողանա վճարել կառավարությունը, ելի Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապատասխան ընթացակարգերով, այսինքն տեղեկանք հիմնավորումներով, իրավական փորձաքննություններով, այդ թվում Արդարադատության նախարարության կողմից կազմված, գտել է, որ համալսարանի պարտքը մարելու համար պիտի համալսարանի գույք վաճառվի, որովհետեւ եթե պետությունը այլ մարմնի գույք վաճառվի, այդ գումարը չի կարող նստել համալսարանի հաշվին։ Դրա համար որոշել են ու տեղեկանք հիմնավորումների մեջ ինչ են նախատեսել, որ բերեք գույքի կառավարման վարչությանը պատկանող այս գույքը տրամադրենք համալսարանին, որպեսզի այս վաճառքի դեպքում գումարը գնա ոչ թե գույքի կառավարման վարչությանը, այլ համալսարանի, որպեսզի համալսարանը կարողանա պարտքը փակել։ Եվ այդ մեկ ամսյա կամ երկամսյա ընթացքում, երբ որ այդ ամեն ինչ կառավարության մակարդակով որոշվել է գումարը, գույքը փոխանցվել է համալսարան, մեր գործընկերները այդ 2 ամսվա ժամկետը տեսնելով, անտեսելով, որ իրավական ակտի ընդունման նպատակը եղել է բացառապես համալսարանի պարտքը փակելը, քանի որ եղանակ այլ չի եղել, պիտի գույք ունենար, որ վաճառեր, դրել են, որ ուսումնական նպատակով դու գույք ես ունեցել, այդ ուսումնական նպատակով գույքը
կրթության մասին օրենքի 45 հոդվածի համաձայն օտարման ենթակա չէր։ Անտեսելով հարգելի լրագրողներ, անտեսելով որ Հայաստանի Հանրապետության 3 կառավարության որոշում է եղել։ Եթե մի պարզ տրամաբանություն էլ այլ այստեղ գործում, եթե գույքը օտարման ենթակա չէր եւ կրթության մասին օրենքի անպատասխան հոդվածի խախտում կարող լիներ, ապա իրավական փորձաքննություն իրականացնող կոնկրետ արդարադատության նախարարության անպատասխան գերատեսչությունը կամ հանձնաժողովը չէր տա դրական եզրակացություն, որ այստեղ իրավական ակտերի որևէ խախտում չկա։ Այս պարզ տրամաբանության մեջ, որ տեղի ունեցածը իր մեջ որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում, մեր գործընկերները դա դիտել են որպես ապօրինի գույք, հետագայում այդ ապօրինի գույքը իբր թե ապօրինի գույքը ձեռք է բերել կոնկրետ անձ, իսկ 2017 թվականին Արտյոմ Խաչատրյանը նկարագրել են որպես փողերի լվաց։ Փաստացի այսպես թիրախավորվում է Արտյոմ Խաչատրյանի բիզնեսին, չեք մտածում, սա մի նպատակաուղղված քայլ է, թե գուցե պատահական։ Գիտեք, այս գործով անցնում են բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք, ինքը նաև որոնք քաղաքական պաշտոններ են նախկինում զբաղեցրել, այս գործով Աշոտյանն է, Արման Սահակյանն է, Գույքի կառավարման վարչության։ Ես այսպես խուսափեմ հենց Արտյոմ Խաչատրյանի թիրախավորման այդ ֆինանսների կամ բիզնես գործունեության թիրախավորման մասին խոսել։ Ես այս համակցության մեջ ես եմ տեսնում, որ գիտեք ինչ մի sense խնդիր կա։ Վենետիկի հանձնաժողովը 2013 թվականին մեծ զեկույց էր կազմել նախագահական քրեական կամ քաղաքական պատասխանատվության մասին։ Ու կոնկրետ օրինակ էր բերել նմանատիպ դեպքերի հետ կապված։ Ու գիտեք վտանգն ու ռիսկերը ինչու էր նախանշել, որ այս տրամաբանությամբ եթե գործենք, մի իշխանության ժամանակվա նախարարներ, որոնք որոշակի գործողություններ են կատարել, իրավական ակտեր են ընդունել, հետագա իշխանությունների ընթացքում թիրախավորվելու են եւ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել։ Վտանգը ռիսկը տեսել են այն հանգամանքի մեջ, որ եթե այդ տենդենսը շարունակվի, ապա ամեն նոր իշխանության ժամանակ ցանկացած պաշտոնատար անձ խուսափի ինքնուրույն գործելուց։ Իսկ եթե անձ ինքնուրույն որոշումներ կայացնելու կոնկրետ գործողություն կատարելուց խուսափի, բնականաբար դա պետության տնտեսական հիմքերին առհասարակ պետության գործունեության համար լուրջ խոչընդոտ է հանդիսալու։